հիմա երևի թե անցնենք արդեն այն բոլոր տարբերակներին, որոնք դուք կարող եք օգտագործել, կիրառել կամ գտնել։ Ուրեմն, ինչպես կարելի է գտնել առաջին կլիենտին։ Միանշանակ սառը զանգերի արկայությունը ոչ ոք չի բացառում։ Այսինքն դուք սառը զանգեր եք կատարում տարբեր բիզնեսներին եւ առաջարկում եք ձեր ծառայությունը եւ նշում եք, որ դուք սկսնակ մասնագետ եք, բայց կարող եք աշխատել ենթադրենք ավելի քիչ գումարով, տալով որոշակի արդյունք կամ կարող եք նաեւ պայմանավորվել, բիզնեսմենի հետ, որ այսպիսի արդյունք տալու դեպքում դուք կարող եք վճարել այսքանը։ Այս դեպքում կլիենտը որպես այդպիսին, այսինքն բիզնեսմենը որպես այդպիսին ոչ մի կորուստ չի ունենալու եւ այստեղ համաձայնելու որպես այդպիսին հավանականությունը ավելի մեծ է։ Դա առաջին տարբերակն է, այսինքն սառը զանգեր։ Կատարում եք սառը զանգեր, որի արդյունքում ստանում եք կլիենտներին կամ կլիենտսկի բազա։ Որդ տարբերակը երևի թե այն գովազդներն են, որոնք հենց պահանջում են SMM մասնագետներ։ Իհարկե, այնտեղ պետք է ընտրողական լինել, որովհետև հիմնականում, եթե բիզնեսը մեծ է, խոշոր է, միջին է, իրենք հիմնականում պահանջում են ավելի հմուտ մասնագետի եւ այստեղ մի շատ կարեւոր հանգամանք եմ ուզում նշել, սկսնակ մասնագետների համար հիանալի տարբերակ է, եթե դուք միանշանակ սկսեք մարքեթինգովի агентствայից։ Մարքեթինգովի агентствան վճարելու է ձեզ քիչ։ Այո, գուցե ենթադրենք 5 պրոյեկտի համար ինքը տրամադրի ձեզ շատ քիչ գումար, բայց այնուամենայնիվ դուք ձեռք եք բերելու շատ մեծ գիտելիքի բազա, դուք ունենալու եք շատ լավ պորտֆոլիո, որը որ հետո կարողանաք ներկայացնել այլ ընդհանրենք բիզնեսներին ու արդեն հստակ քայլերով գնալ առաջ, ընդ որում իրենք կարող են ձեզ վստահել, որովհետև եթե մարքեթինգովի խոշոր агентствան ձեզ ներկայացնում է կամ առաջարկում է որևէ խոշոր պրոյեկտ, ուրեմն դուք լավ մասնագետ եք։ Այնուամենայնիվ, այդտեղ էլ կան ստադիաներ, այսինքն երբ որ դուք մարքեթինգովի агентствա եք գնում, ի սկզբանե տալիս են փոքր պրոյեկտներ, հետո արդեն ավելի խոշոր պրոյեկտներ են տալիս, կախված ձեր հմտություններից, իհարկե, եւ այն բոլոր ռեսուրսներից, որոնք դուք ներդնում եք պրոյեկտների մեջ եւ այն արդյունքից միանշանակ, որը որ դուք ներկայացնում եք տվյալ մարքեթինգովի կամպանիա։ Այստեղ կարելի ասել, որ դուք միանշանակ շահում եք, այսինքն մարքեթինգովի агентствան ձեզ տալիս է շատ մեծ փորձ, հմտությունների կատարելագործում եւ շատ լավ պորտֆոլիո, որը չափազանց կարեւոր է, որովհետեւ եթե դուք ունեք ուժեղ պորտֆոլիո, միանշանակ բոլոր ընկերությունները ցանկանում են գործունեություն ծավալել, բայց այսպիսի մի հանգամանք էլ կա։ Իրականում, երբ դուք արդեն առանձնանում եք եւ արդեն որպես առանձին մասնագետ եք հանդես գալիս, այստեղ ամենակարևոր գործոններից մեկը այն է, թե ինչպիսի արդյունք եք դուք ցույց տալու, որովհետեւ ինչպիսին էլ որքան էլ լավ լինի այն պորտֆոլիոն, որը որ դուք ներկայացնում եք, բայց դուք չկարողանաք ապացուցել ձեր հաճախորդին, որ այն գումարը, որը նա վճարում է, արդարացված է այն բոլոր պահանջմունքներին, որը նա ձեզ ներկայացնում է, որպես այդպեսին ձեր համագործակցությունը շատ երկար չի տևի։ Չորրորդ տարբերակը, որ ցանկանում եմ ձեզ ներկայացնել, դա երևի թե տարբեր կայքերից օգտվելն է, այսինքն job AM, staff AM, որտեղ գործատուները որպես այդպեսին ուրեմն ներկայացնում են իրենց պահանջները ու ըստ դրանց դուք կարող եք գտնել այն տարբերակը, որը որ ձեզ հարմար է։ Եթե դուք ավելի վստահ եք, այդ արդեն այն մասնագետների մասին է խոսքը, որոնք ունեն 2-3 եւ ավելի տարվա փորձ, եթե դուք ունեք ավելի երկար տարիների փորձ, այդ դեպքում դուք կարող եք անգամ համագործակցություն սկսել, ընդհանրենք դրսի կամպանիաների հետ, բայց դա սկսնակներին միանշանակ չի վերաբերվում, որովհետեւ դուք դեռ չունեք այդ փորձը։ Հուսով եմ, որ այն բոլոր կետերը եւ այն բոլոր մեթոդները, որը ես առաջարկեցի, ինչ որ չափով օգնեցին ձեզ, եթե դա այդպես է, ապա գրեք կոմենտարիայում, չմոռանաք բաժանորդագրվել ալիքին, որովհետև շատ հետաքրքիր վիդեոներ են դեռ ձեզ սպասում։ Այնպես որ կհանդիպենք մյուս վիդեոներում։ Բայ բայ։